Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty Salon-ը։ Ողջույն, եթերում Bemcast-ն է եւ այսօր Bemcast-ի բեմում Աշոտ Տեր-Մաթևոսյանն է։ Ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ զգացողություններ ունեք հիմա այս բեմում գտնվելով այս ֆորմատով, այս ձևաչափով, որովհետեւ սա ձեր ուսանողական տարիների բեմահարթակն է, որտեղ ներկայացումներ եք խաղացել, փորձեր եք ունեցել։ Դե էլի ակտիվ սրտի աշխատանքը կա ու ներկայացումից առաջ ընդդիմումը, չէ՞։ Հա, իրոք լավ հետաքրքիր հուշեր կան այս բեմի հետ կապված։ 22-23 տարի առաջ մի ամբողջ կյանք։ Առաջին բեմն է եղել երևի թե որպես դերասան, որ ոտք եմ դրել, բայց այս բեմի հետ կապված շատ հետաքրքիր հուշեր կան, ուսանողական տարիներ։ 23 ասեցիք, համարյա 25, նու մոտենում ենք այդ թվին, քառորդ դար, ինչ վեհ հնչում։ 24 տարի առաջ ընդունվել եմ ինստիտուտ 2002-ին։ Բայց դա առաջին տարին չբարձրացանք, դրա համար 23 տարի առաջ ասեցին, եւ երկրորդ կուրսից դե երրորդ կուրսից բեմ բարձրացանք։ Ավարտել եք Մազմանյանի արվեստանոցը։ Ինչի համար շատ երջանիկ եմ, պարտական եմ իրեն, որ դե այս մասնագիտության փոփոխություն ունեցա մինչև ինստիտուտ ընդունվելը բարեկամություն անսամբլի ստուդիայում էի սովորում, պարում էի։ Ու քանի որ Արմեն Աղասիչի առաջին սերնդում, առաջին կուրսում բարեկամության անսամբլի պարողներ կային, խնդիրներ էին առաջանում, երբեմն դասերն էին տուժում, երբեմն բարարվեստն էր տուժում ուսանողների մոտ, դրա համար Արմեն Աղասիչը արդեն գիտեր ինչա բարեկամությունում պարելը։ Ընդունելության ժամանակ, որ իմացա բարեկամություն ստուդիան ավարտում եմ, արդեն բարեկամություն անսամբլ հենց մտնում, ասաց տղա ջան որոշի կամ ու այդտեղ եղավ ճակատագրական որոշում ու կարծում եմ չեմ սխալվել, կարծում եմ ճիշտ եմ արել ու սկսվեց իմ կյանքը որպես դերասան։ Շատ ուրախ եմ, որ Արմեն Աղասիչի կուրսում եմ սովորել, որովհետև այն ամեն ինչը որ տվել է ինձ, տվել է մեզ, իր սերունդներին, կարծում եմ ժամանակը ցույց է տվել, ապացուցել է, հա։ Մարդիկ, որ բեմերի վրա են, տարբեր թատրոնների իր կուրսը ավարտած, էկրաններին։ Շնորհալի բոլորն էլ։ Հա։ Բայց ափսոս մի քիչ ժամանակից շուտ հեռացավ, մեզ մենակ թողեց, բայց փորձում ենք, առանց իրա փորձում ենք ապրել։ Ինչ դպրոց է տվել, ինչ դպրոց եք անցել նրա հետ։ Կյանքի ինչու որ գիտեք, այնքան դժվար է բառերով բացատրելը, թե ոնց է ինքը կարողանում դերասան դարձնել մարդուն։ Խոսելով, իր մարդկային տեսակով, իր հետ անձնական շփումներով, դե բեմադրությունը, այնտեղ սովորելը, որ ծրագրով կա, հա պետք է կարդալ եւ այլն իր բեմադրությունը, բայց մի քիչ անբացատրելի է, որովհետեւ ինչ որ մոգական ուժ ուներ իր խոսքը։ Խոսքով կարելի է ասել, մարդուն դերասան էր կարողանում դարձնել։ Հիմա շատ դժվարանում եմ, էլի դպրոցը ասեմ, ինչ դպրոց է, դա Մազմանյան Արմենի դպրոցն է, որը միշտ տարբերվել է։ Դուք ասացիք կյանքի դպրոց, առաջին հերթին դա շեշտեցիք։ Հիմա շատ հետաքրքիր մի միտք կարող է սրանից բացվել, որ երբ մենք կյանքում ապրում ենք ինչ որ իրավիճակներ, ինչ որ էմոցիաներ, երբ նույնիսկ ուզում ենք մեզ դնել դիմացինի փոխարեն, հասկանալ թե դիմացինը ինչ է մտածում, դիմացինը ինչ է զգում։ Գուցե սա է ստիպում, որ մարդ ընտրի դերասանի մասնագիտությունը, հասկանալ թե ինչ է զգում դիմացինը։ Կարող է գուցե ոչ, դժվար հարց է, որովհետև մասնագիտության ընտրությունը 18 տարեկանում ճիշտ է կարա այնց սեր լինի դեպի բեմը, սեր լինի դեպի կինոն, էկրանը, բայց դերասանը մինչև չի սովորում, չի ավարտում, կարծում չի հասկանում դա իրանն էր թե չէ։ Ընտրությունը այդ սկզբում ես ուզում եմ դերասան դառնալ, շատ են ուզում, բայց հետո ընթացքում հասկանում են, որ չէ։ Ժամանակին դուք խաղացել եք մի ներկայացման մեջ, որը մեր երկրի համար շատ կարևոր դերասանի վերջին ներկայացումն է եղել, խոսքը Ֆրունզիկի Մհեր Մկրտչյանի մասին է,
նա ժամանակին խաղացել այդ ներկայացման մեջ եւ նույն ներկայացման մեջ դուք եք խաղացել խոսքը հացթուխի կինը ներկայացումն է հիմա տարիներով երևի հետ գնանք հիշենք ինչպիսին էր այն ժամանակաշոտը ինչ անակնկալ էր որտեղից եք բերել այս ինֆորմացիան լավ ուշեր լավ հիշողություններ քնարիկի հետ Զաքարյան միշտ հաճելի է աշխատել թե բեմում թե ընկերություն անել ընտիր մարդկային տեսակ բայց ինձ համար մեծ պատիվ էր այդ ներկայացման մեջ զբաղված լինելը հովիվի դերում կարելի ասել ես այդ ժամանակ այդքան չէի հասկանում ինչ եմ անում ուսանողական տարիներին էր եթե չեմ սխալվում ինչքան հիշում չէի ավարտել դեռ ինստիտուտը տենց անփորձ արել եմ այնքանով որքանով ինչքան կարող է այդ տարիքում այդ մտածելակերպի մեջ բայց հիմա որ հետ եմ նայում հիշացրեցիք նույնիսկ մոռացել էի գիտեք չէ բայց այնպիսի զգացողություն էր որ հասկացա թե ինչ եմ ունեցել էլի ինչ հնարավորություն եմ ունեցել մեր Մկրտչյանի բեմադրած ներկայացումը որ ինքը խաղացել է Մկրտչյան թատրոնում վերսի որ հիշացրեցիք բայց կասեք ոնց եք իմացել ես ինչ խորն եք փորել դուք հետո կասեմ հաղորդումից հետո կասեմ իմիջայլոց հետո ինչ պատճառներով դուրս եկա ներկայացումից բայց քնարիկը անընդհատ ասում էր դու մի ուրիշ հովիվ էիր հետաքրքիր ձևի ինքը շատ ուզում էր որ նորից վերականգնվի բայց դա չստացվեց բայց այդ մի քանի ներկայացման փորձն էլ էլի ինձ համար մեծ բան էր ու հիմա արդեն հասկանում եմ դրա արժեքը երբ ասել եք դուք ուրիշ հովիվ եք կարծում եմ նկատի ունեցել նաև այն որ երևի ուրիշ էներգետիկա ունեցող որտեվ դա շատ կարևոր բան է չէ հա չեմ ուզում դերագնահատել մյուս դերակատարներին հա իհարկե քավեցի զուտ ճիշտ նկատեցիք մարդու էներգետիկայի հարցը երբ բեմական պարտներ հա այսպես են ասում խաղընկեր լավ հայերեն ասենք այդ արտահայտությունը երբ խաղընկերոջ հետ լինում ես բեմում երբ գիտես նրա հետ քո դիալոգները, պատասխանները, նրա խոսքերը եւ այլն, երբ ինչ-որ մի բան այն չէ լինում, դե բնական է կենթանի մարմինը թատրոնը բոլորս ընդունակ ենք եւ պետք է սխալվենք այդպես է ինչպես է դերասանը կարողանում իր խաղընկերոջը աջակցել, հա, դա շատ բան է ասում թերևս դերասանի մասին եւ այն միտքը որ դու կարողանում ես քո խաղընկերոջը օգնել արդեն իսկ ինչ որ մեծ բան է իրանից ենթադրում դիմացինիդ համար ավելի շատ իսկ քո համար երբ դու կարողանում ես փրկել իրավիճակը այսպես ասած այնքան հաճելի է դա թարմ օրինակ ունենք կնոջս հետ միասին ներկայացում ունենք ամուսնավերլուծություն ու այդ ամեն ինչի հետ առնչվել ենք նորմալ է մարդ ես կարող ես մոռանալ բայց երևի թե հենց դա պրոֆեսիոնալիզմը որ դե դու գիտես դիմացինի հա քո պարտների տեքստերը գոնե 50%-ով գոնե գիտես ռեպլիկը էլի բացատրելը շատ դժվար կլինի էլի թե ոնց է լինում երբ պարտներ օրինակ տեքստը մոռանում է դու ոնց ես կարողանում բերել ճիշտ ուղու վրա շատ դժվար է բացատրել որովհետև այդ րոպեին անբացատրելի է թե ինչա քեզ հետ կատարվում ուղիղը սկսում է միլիոնի տակ աշխատել ու միանգամից գտնում ես օրինակ տենց դեպք եղավ Սոֆան մոռացավ տեքստը իր ռեպլիկը ես ասեցի իր ռեպլիկին իմ ասած ինքս պատասխանեցի ու գնացինք առաջ այնտեղ եղավ դեպք որ մի ամբողջ կտոր մարդս մտքիցդ կարող է թռնել թռավ այնպես որ արդեն գնում էր ֆինալ ու էլի չեմ կարող բացատրեմ այդ ոնց եղավ ոնց ստացվեց ես նորից իրան բռնում հետ էի բերում այս տեքստին որտեղից որ պետքա շարունակել բայց մոռացել եմ նորից թռնում ա ֆինալ նորից բռնում բերում եմ հաջորդ տեքստին որ գոնե մի ռեպլիկ առաջ անցնենք հիշի տենց էլի ստացվեց կտորը հետ բերեցինք թե ներկայացումը կտևեր մի 30 րոպե երևի այդ է մասնագիտությունը դերասանի նաեւ տարիների ընթացքում էլ արդեն փորձ ձեռք բերելով կատարելագործվում ես չգիտեմ դա բացատրել ինձ թվում է մի քիչ դժվար կլինի որտեվ հենց այն զգացողությունը որ դու բարձրանում ես բեմ հանդիսատեսին դու չես կարող էլի դա բացատրել թե դու ինչ ես զգում ինչ է ներկայացնում ինչ պատասխանատվությունը ինչ ես զգում բեմ բարձրանալուց
կներեք փորձեմ ավելի կոռեկտ ասեմ, բայց ինձ թվում է բոլոր դերասանների մոտ էլ մինչև բեմ բարձրանալը զուգարան գնալու ցանկությունը առաջանում։ Բայց բարձրանում ես բեմ ու այդ ամեն ինչը մոռանում ես։ Հենց վերջին ներկայացման ժամանակ, որ մեր ամուսնավերլուծությունը ահա որ հազեր մրսել էի ու որ մի նախադասություն չէի կարողանում խոսել, հազում էի, ահա որ անտանելի, ասեցի դե խայտարակ եմ լինելու։ Մտածում եմ արդեն իմպրովիզները ամեն հազալուց հետո զրիցելի այդ հանդիսատեսի հետ ոնց պիտի շփվեմ, կնոջս հետ ոնց պիտի շփվեմ, ինքը ինչ ռեակցիա պիտի տա, օրինակ հազը որ բռնի, կին տղամարդ հարաբերությունների մասին է, պիտի արդեն հանդիսատեսին ասեմ, տեսեք ոնց է պահում ամուսնուն, հիվանդ, հա, օրինակի համար։ Հա։ Ու չեղավ դա։ Մի հատ հազ չի եղել, զարմանալի բան է, լուրջ եմ ասում, այդ բուժում է բեմը, էմոցիոնալ մոգական այո, մոգական բան կա, ազնվությամբ եմ ասում, չկար մի նախադասություն, որ մինչև այդ փորձ էինք անում կամ խոսում էի, հա, ինչ որ մեկ է, չհազայի անդադար։ Ֆանտաստիկա է։ Ոչ մի բրիտանացի գիտնական դեռևս չի հասկացել այդ ինչից է։ Հետաքրքիր է։ Իդեպ խոսեցինք ամուսնավերլուծությունից, Սոֆիայի առաջին փորձն էր, չէ՞, թատրոնում։ Ինչպես հաղթահարվեց այդ բնականաբար թատրոնը, երբ առաջին անգամ ես դրա միջով անցնում, մի ահասարսուռ ինչ որ բան է, չէ՞ թվում, որտեվ գիտես, որ անծանոթ միջավայր է քո համար, ինչ որ հնարավորություն է, որտեղ դու կարող ես շփոթվել, սխալվել, այդ վախը հաղթահարել ամեն դեպքում այնքան էլ հեշտ բան չի, ովքեր առաջի անգամ բեմում կանգնել են, խաղացել են, բոլորն էլ գիտեն թե դա ինչ է։ Ոնց է կանցել իրար հետ այդ ճանապարհը։ Դե նախ արդեն մի քանի տարի է Սոֆան հետաքրքրված է բեմով, ինքը մասնագիտությամբ հոգեբան է, բայց դերասանի մասնագիտության մեջ ավելի շատ է, քան հոգեբանության մեջ։ Արդեն դարձավ դերասան, հա, ինքը։ Գուցե դա է օգնել։ Գուցե հետո տարիքը, ձեռք բերած փորձը, շատ լուրջ, հարգարժան դերասանների, պարտներների հետ աշխատել, լիքը բաներ սովորել է, տարբեր տարիքի փաստակ ունեցող։ Սովորեց ու երևի թե այս տարիքում արդեն հասավ այն մակարդակին, որ ուզում եմ իր ուժերը փորձի բեմում, ինչը շատ հետաքրքիր է, ինքը հասկանում էր ինչա դա, ինքը 25 տարեկանում օրինակի համար որոշեր բարձրանալ բեմ, կարող է ամեն ինչ այլ կերպ լիներ, կարող է տապալվեր, որովհետև փորձ չունի, չի սովորել, ինքը չգիտի ինչա դերասանի մասնագիտությունը, մենակ բեմ բարձրանալով չի, մենակ տեքստերը սովորելով չի, բայց այս տարիքում ինքը արդեն ասաց, որ ուզում եմ բարձրանամ, երկար մտածում էի ոնց կազմակերպենք, ինչ կազմակերպենք, դե ընտանեկան հարաբերություններն էլ երբեմն մեզ մոտ բուռն են լինում, վեճերը, կռիվները, արդեն մոտ 10 տարի է, իրար գիտենք, 10 տարիների ընթացքում գնալով այդ բուռն վիճակը մարում է, հանգստանում է, սկսում են իրար հասկանալ մարդիկ, ինք էլ մտածեցի, որ այդ վեճերը, կռիվները, իրար չլսելը, իրար չհասկանալը, ընտանեկան իրավիճակները, կենցաղը եւ այլն, ինչ պատ ներկայացում կարա լինի։ Ու այդ ամեն ինչը համադրեցի, հա, Նարեկ Ավագյան գրեց պիեսը, համատեղ աշխատանքով, հա, մեր կյանքի իրավիճակներ, Նարեկը արդեն դե բնականաբար որպես հեղինակ իր կողմից էլ ինչ որ բան, սիրուն ինչ որ գործ ստացվեց ու Տիկին Մալյանին դիմեցին, կարծում եմ ամենաճիշտ որոշումներից մեկն էր, հա, Տիկին Նարինե Մալյանի հետ աշխատելը, ես հիացած եմ իրանով, մենք իրան շատ սիրում ենք, գնահատում ենք, իհարկե կյանքը կերել ենք, որովհետև այդ ընտանեկան իրավիճակները, իրար այդ վիճելը, բան, փորձերի ժամանակ էլ է լինում, Տիկին Մալյանը երբեմն չէր հասկանում, էլի դա ներկայացման ինչ որ հատված է, թե մենք իրականում ենք վիճում, երեխեք հերիք ավերջացրեք, ես արդեն չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ճիշտ է, կյանքը կերենք, բայց փոխադարձ հարգանք կա։ Հա, վերադառնամ թեմային, առաջին անգամ ես էլ անհանգստություն ունեի, փորձի պակասություն եւ այլն, շատ անհանգիստ է պրեմիերայի ժամանակ, թե ոնց կլինի, ահա որ ծանրաբեռնված, լարված, հա, որ իրավիճակները փրկել, եթե հանկարծ ինչ որ մի բան այն չգնա Սոֆայի կողմից։ Բայց զարմանալիորեն
պրոֆեսիոնալի պես պահեց, ոնց որ 20 տարի բեմի վրա է եղել։ Իհարկե աշխատանք միշտ կա տանելու, հա, մասնագիտության մեջ, բայց ինձ համար էլի շատ հարգարժան մարդիկ ում կարծիքը ինձ համար շատ կարևոր է, ասացին, որ զարմացած են, հիացած են, գիտեին, հա, որ հեռուստանախագծերում նկարվելուց օքեյ է Սոֆան։ Տարբեր իրավիճակներ, տարբեր կերպարներ, հա, էմոցիան եւ այլն, բայց բեմում որ ասացին զարմացած ենք ու ես էլ շատ ուրախացա, հաճելիորեն զարմացա, որ շատ լավ ստացվեց ու այդպես էլ գնում է։ Արդեն բեմի մարդ է ինքը։ Ոնց որ ասում են կնքվեց։ Հա, մկրտից ու լավ է, ուրախ եմ, որ ինձ հետ միասին բեմական մկրտությունը ստացավ։ Հա, բա, քեզ Մտածում ինչ զգացողություններ են կնոջ հետ խաղալը, ինչ է, դու համ պատասխանատու ես, համ ինչ որ իր հետ պարտականություններ չասեմ, ինչ է իր հետ բերում այդ զգացողությունը։ Ես Սոֆայի հետ ամբողջ պատասխանատվությունը վերցրել եմ, շատ ավելի սենց ձևակերպեմ, շատ բաների պատասխանատվությունը վերցրել ինձ վրա, ու իրականում շատ դժվար է, հա, համ տանը իրար հետ լինել, համ նկարանման հրապարակում իրար հետ լինել, համ հիմա արդեն բեմում, երբ որ ես որպես պրոդյուսեր սկսեցի հեռուստասերիալներ նկարել, առաջին 1-2 պրոյեկտի ընթացքում սարսափելի կռիվներ էին, որովհետև այդ պատասխանատվությունը, այդ լարվածությունը ինձ մոտ որ կա, նկարանման հրապարակում դառնում եմ լրիվ ուրիշ մարդ, որ ամեն ինչ պիտի լինի ճիշտ ժամանակին, ավել պակաս ոչ մի բան, կոպիտս ռոբոտացված, հա, վեճերը շատ են լինում, ու նույնիսկ ասում ես, չէ, ես երևի հաջորդ պրոյեկտում քո առաջարկը չընդունեմ, որովհետև մի քիչ շատ է լինում, համ տանը, համ նկարանման հրապարակում, համ, բայց շատ եմ դեմքդ տեսնում։ Հա, բայց իրականում կա տենց բան, էլի հոգնում են, մարդիկ կարող են հոգնել իրարից, անընդհատ իրար հետ, բայց դե ժամանակի ընթացքում հարաբերությունները հենց խփվեցին, մենք ինքներս այնպես խփվեցինք, որ տուն, նկարանման հրապարակ ու համարձակվեցինք նույնիսկ բեմը հարթակը ավելացնել այդ ամեն ինչին, էլի իր խնդիրներով, դժվարություններով, բայց ամեն դեպքում կարողացանք, ու ինձ դուր է գալիս այդ ամեն ինչը, ինձ դուր է գալիս, որ միշտ ինձ հետ է ինքը ամենտեղ։ Իսկ տարանջատում եք սահմաններ, օրինակ, բեմը, նկարահանումը բերում եք տուն, թե թողնում եք այնտեղ թող մնա։ Չէ, դե պետք է տարանջատել, որովհետև օրինակ եթե տանը ինչ-որ խնդիր ենք ունեցել, կոնֆլիկտ ենք ունեցել, դա տանել նկարանման հրապարակ կամ բերել բեմ, այդքան էլ ճիշտ չի, հա։ Չէ, իհարկե։ Տուժելու է, աշխատանքն է տուժելու։ Դրա համար փորձում ենք ամեն դեպքում, չի որ միշտ ստացվում է մեզ մոտ, բայց փորձում ենք տարանջատել, որ չվնասենք, հա, աշխատանքին կամ չգիտեմ, ընտանեկան հարաբերություններին չվնասենք։ Ու փորձում ենք։ Տարանջատելը շատ պարտադիր կարևոր է ու ճիշտ մանավանդ որ ամեն տեղ ենք իրար հետ, հա։ Համ տուն, համ ինչպես ասեցի, նկարանման հրապարակ, բեմ։ Մոտակա ներկայացումները երբ են ամուսնավերլուծության։ Մարտի 14 մեկ ամսյակի շրջանակներում, կարծում եմ երկու ներկայացում կլինի 14 եւ 28, բայց 14-ը հաստատ, ովքեր չեն դիտել, սիրով հրավիրում ենք, սա իմ կարծիքը չի, շատ մարդիկ են ասել, որ ընկերներ, բարեկամներ, որ որպես հանդիսատես եկել դիտել են, հաճախ ինչ-որ դրվագներ տեսնում են իրենց այդ իրավիճակում, հա, ընտանեկան հարաբերություններ են իմ տղամարդ։ Բոլորին ծանոթ։ Որ մի քիչ կողքից sense խանութ։ Նա չէ, դու տեսնում են մարդիկ իրանց մեր մեջ, բեմում իրանց տեսնում են, բավականին կարծում եմ հետաքրքիր ներկայացում է, բոլոր նրանք, ովքեր ամուսնացած են, կարող են գալ նայել, ովքեր էլ դեռ ամուսնացած չեն, էլի կարող են գալ նայել, որ իմանան ինչ է սպասվում իրենց ամուսնական կյանքում։ Ասենք նաև որտեղ է դա լինելու, որպեսզի մարդիկ ավելի հստակ իմանան։ Հա, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում մարտի 14, 19:30 Ռոմսերը կարող եք ձեռք բերել on-line Event Hub հարթակից։
Մեր հաղորդման գործընկերն է Aura Oud Beauty Salon-ը։ Ձեր ինքնատիպությունը վստահեք նրանց, ովքեր գեղեցկությունը դարձնում են արվեստ եւ գիտեն հմայքի գաղտնիքները։ Aura Oud Beauty Salon։ Այստեղ հայլիները չեն կրկնում, այլ բացահայտում են։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Acritas Colors խանութ սրահը, որը միավորում է արվեստն ու գույնը մեկ բեմում։ Acritas Colors, ձեր երջանկության գույները ստեղծող լավագույն ընկերը։ Դուք նաև որպես ռեժիսոր գործունեություն սկսեցիք վերջերս ծավալել եւ ձեր հարցազրույցներից մեկում նաև ասել եք, որ սա նոր ինչ որ սկիզբ է, բայց կհրաժարվեք դերասանությունից այն ժամանակ, երբ հասկանաք, որ սպառել եք ձեզ։ Ունեք այդ միտքը միայն ռեժիսուրայով զբաղվելու, թե ամեն դեպքում հիմա ուզում եք համատեղել։ Չէ, դերասանին սիրում եմ իմ մեջ։ Դերասանի մասնագիտությունը շատ եմ սիրում։ Այդ իմ առաջին պրոյեկտներն էին, կարծեմ 2 պրոյեկտ ես նկարեցի, բայց հետո հասկացա, որ շատ է ծանրաբեռնվածությունը, համ նկարել, համ նկարվել, պրոդյուսինգով զբաղվել, հետո մոնտաժային աշխատանքին խառնվել, վերջնական արդյունք հասկացա, որ ահա որ ծանրաբեռնվածությունը, հրաժարվեցի։ Ռեժիսորի մասնագիտության անցնելը բացառում եմ։ Եթե նույնիսկ չգիտեմ, մի քիչ էլ մեծանամ, հասկանամ, որ ինչ որ պրոյեկտ կա, որ ուզեմ անեմ, ես նկարեմ, որպես ռեժիսոր կանեմ, բայց մի քիչ էլ մեծանամ հետո։ Հիմա չէ, հիմա իմ մասնագիտությունն շատ է դուրս։ Իսկ հետաքրքիր է, երբ որ խաղում եք մի ներկայացման մեջ, որտեղ ռեժիսորը ձեզ հստակ առաջադրանքներ է տալիս, խնդիրներ է տալիս, որ պետք է անեք։ Ինչպիսի համագործակցություն է ստացվում ռեժիսորի ու ձեր միջև։ Հեշտ է լինում այդ ամենը, որովհետև հասկանում ես, նախ իմ վարպետը Արմեն Աղասիչը միշտ ասում էր, որ ամենավատ, ամենաթույլ ռեժիսորից էլ կարելի է ինչ-որ բան սովորել, բայց ինձ նույնիսկ հաճելի է, ռեժիսորին հանձնվել կոպիտ ասած նկարանման հրապարակում կամ բեմում, որովհետև այլ կարծիք է, այլ մոտեցում է, այլ տեսակետ է, որից էլի դու կարող ես սովորել ու նման խնդիր չկա, ճիշտ է, կարող է ինչ-որ հարցերում ինչ-որ պահի համաձայն չլինեմ, եթե հասկանամ շատ կարևոր է, զգուշ, նուրբ, առանձին կարող եմ մոտենալ, ասել, մտածի կարող է այս տարբերակով անել։ Եթե հասկանում եմ, որ ընդունում եմ մարդը, հասկանում եմ, որ ճիշտ եմ ասում, օքեյ է, եթե չէ, չեմ էլ ասում, ես անում եմ իմ աշխատանքը ընդհանրեն։ Խելոք լսելով ռեժիսորը։ Իսկ սիրում եք դերերին նոր գծեր ավելացնել ձեր կողմից։ Որովհետև կերպարը դառնում, երբ դերասանի ու ռեժիսորի աշխատանքի միջով անցնում։ Սցենարիստը ինչքան էլ կլինի ֆանտաստիկ լավ սցենարիստ, միևնույնն է ինքը չի կարա պատկերացնի, թե դերասանը այս ռեպլիկը կամ այս իրավիճակի միջով անցնելուց ոնց կպահի իրան, ոնց կդրսևորի իրան, Դրա համար բնականաբար գծերը ավելացնում ենք, մի քիչ մեզանով ենք դարձնում, ինչ որ բան պակասացնում ենք, այդ հետաքրքիր աշխատանքն է, սցենարի հետ դերասանի աշխատանքը։ Իհարկե փոխվում է շատ բան։ Աշխատանք է, դերասանի աշխատանք։ Որը հետո տեսնում է հանդիսատեսը ու շատ դեպքերում նաև արձագանքում։ Օրինակ, քանի անգամ եք ամուսնավելությունը խաղացել։ Արդեն մի 6, երևի թե 6-7։ Այդ 6 անգամ խաղալու ընթացքում ինչ արձագանքներ են օրինակ եղել դահլիճից։ Ներկայացման ժամանակ հենց։ Ներկայացման ժամանակ շատ հաճախ մեր արձագանքը եղել է ծիծաղի տեսքով։ Չէ, արձագանք որպես այդպեսին կարող է ինչ որ պահի տակ, մի հատ վայ շատ ծիծաղալու։ Դից էլ չիմացա այդ ռեպլիկով թողեց դահլիճից, ուրեմն ներկայացման ընթացքում կա հատված, որ սոֆան փոխվում, արդեն երեկոյան կարմիր, sense շատ սիրուն շքեղ զգեստով գալիս է բեմ ու ասում է վերջ, ես գնում եմ։ Ուրեմն որ մտավ բեմ, շատ շքեղ տեսք ունի այդ շոուը։ Sense որ զարմացած նայում եմ, sense ոտքից գլուխ ես ուր ես գնում, ոնց ես, եկել դահլիճից ինչ որ մեկը հանդիսատեսը, ախպեր չթողես այդ շորով տնից դուրս գա։ Ասում, չէ։
ուր ես գնում ու ներկայացումը շարունակած չթողես դրնից դուրս գա տենց այդ ուր է տեսքով ոնց բաժանվում է չի կարա տենց բան լինի ռեպլիկներ կարող է լինի այն դեպքում երբ որ ես եմ կոնտակտի դուրս գալիս հանդիսատեսի հետ ինչ որ կարծիք հարցնում կամ իրավիճակ պատկերացնում եք չէ հասկանում եք քեզ Իսկ հաճախ է դա այսպես լինում դե հա ընթացքում կան ներկայացում կտորներ որ հենց շփվում եմ հանդիսատեսի հետ տենց միշտ բանը կա էլի վերադարձը ռեպլիկի մարդկանց դուր է գալիս այդ իրենց հա մասնակցությունը դե ես հետո գիտեմ դալիճումով կա եթե ինչ որ հրավիրյալներ են լինում ընկերներ հա կամ գտնում եմ ինչ որ մեկին ծանոթ արդեն ես իր հետ եմ կոնտակտի մեջ մտնում դե եթե չէ հանդիսատեսից յուրաքանչյուր տղամարդու հետ տեսնում ես հիացած այնց հետաքրքրվածությամբ նայում արդեն իր հետ սկսում աշխատել ու դե գիտես որ հետաքրքիր պատասխան կարա տա հետաքրքիր ռեակցիա կարա տա իմ գործընկերուհի Հակենցը հետաքրքիր անդրադարձ ունի թատրոնի հետ կապված դիտենք պատրաստած տեսանյութը ու վերադառնանք Հին հունական թատրոնում հանդիսատեսը պարզապես դիտող չէր, այլ նաև մասնակից էր։ Բացօթյա թատրոններում հազարավոր մարդիկ միաժամանակ ապրում էին նույն պատմությունը, արձագանքում, աղմկում, համաձայնվում կամ հակադարձում։ Այսօր ժամանակակից թատրոնում սահմանը բեմի ու դահլիճի միջև կրկին ջնջվում է։ Դերասանները խոսում են հանդիսատեսի հետ, ներգրավում են նրան գործողության մեջ։ Թատրոնը փոխվել է իհարկե, բայց մեկ բան նույն է մնացել՝ առանց դիտողի բեմը լուռ է։ Այստեղից հետևություն, որ թատրոնը միշտ երկխոսություն է եղել բեմի և հանդիսատեսի միջև։ Իսկ ինչ եք կարծում, ինչն է փոխվել հին թատրոնից մինչև այսօր, ժամանակակից թատրոնը, կամ ինչն է այսօր ստիպում մեզ ապրել բեմում տեղի ունեցող պատմությունն այնպես, ինչպես հազարավոր տարիներ առաջ հին հունական թատրոնում։ Ինչն է փոխվել մինչ օրս հունական թատրոնի ժամանակներից ի վեր։ Ինձ ոչ շատ բան չի փոխվել։ Քիչ առաջ նա դրա մասին էի խոսում, հա, մեր ներկայացման դեպքում շփումը կա հանդիսատեսի հետ, արձագանքը կա։ Այսինքն այդ անմիջական շփումը պահպանված է, երևի թե ժամանակի բերումով, քանի որ կյանքը գնալով արագանում է, երևի թե ներկայացումների տևողությունն է կրճատվել, որովհետև այդ այն ժամանակ 8, 10, 12 կամ մի օր տևող ներկայացում կարող էր լինել, հիմա այդ ֆանտաստիկայի ժանրից է, էլի, հիմա արդեն մի ժամ 10, մի ժամ 20, 1.5 ժամ մարդկանց այդքան էլ լրիվ բավարարում է, նույնիսկ երկու գործողություն ունեցող ներկայացումները փորձում են ավելի քիչ անել, որովհետև ժամանակը այնքան է արագացել, կյանքը այնքան է փոխվել, որ չեն կարողանում մարդիկ նստել նայեն, հա։ Շատ բան չի փոխվել, կա ակադեմիական տարբերակը նաև, հա, որ այդ ինտերակտիվ վիճակը չկա, բայց միևնույնն է, ամեն դեպքում կապը կա էլի հանդիսատեսի հետ, շփումը կա, հա, որտեղ այն էներգիան, այն էմոցիան, որ դու տալիս ես հանդիսատեսին, իրանք էլ իրենց ռեակցիաներով մեկա վերադարձնում են, բան չի փոխվել, նույնն է, կրճատվել է մենակ։ Կուզեիք օրինակ հետ գնայիք տարիներով, դարերով նույնիսկ ու հայտնվել հին հունական այդ թատրոնի ժամանակաշրջանում օրինակ խաղալ 10 ժամանոց ներկայացում։ Փորձ ձեռք բերելու համար իհարկե մեծ սիրով կուզեի ակունքներն են, հա, մեր մասնագիտության հետաքրքիր կլիներ, թե այն ժամանակ ոնց էին աշխատում։ Իհարկե 10 ժամը մի քիչ իմ համար այսօրվա մարդու համար քիչ անհասկանալի է, բայց հետաքրքիր կլիներ, հա, այդ ժամանակի մեջ արդարացված է եղել տևողությունը։ Հա, շատ կուզեի։ Բայց մի քանի օր շատ չէ, այսօր էլ լավ ինձ դուր է գալիս։ Այս արագացված դարում այդքան երկար ժամանակ այս ամեն ինչին սովորել ենք։ Դուք խոսեցիք նաև ակադեմիական թատրոնի մասին եւ բնականաբար ակնհայտ տարբերություններ կան այս երկու թատրոնների միջև, բայց այս օրինակ ո՞րն է ավելի հարազատ։ Տարբերություն չկա ինձ համար։ Այս մասնագիտությունն է, ինչը որ կապված է դերասանի մասնագիտությանը, սիրում եմ։ Սիրում եմ տեսախցիկը, սիրում եմ ակադեմիական տարբերակը, սիրում եմ այդ ինտերակտիվը, սիրում եմ։ Դից չեմ տարանջատի։ Օրինակ դասական գործեր, մարդիկ կան, որ Չէ, շատ հետաքրքիր է, դա դասականն էլ է դերասանի համար, հա, նա էլ ուրիշ հարթություն է, ուրիշ մակարդակ է, ուրիշ խորություն ունի։ Հետաքրքիր է։ Ուղղակի հիմա ժամանակները փոխվել են,
կոմերցիոն ներկայացումների հետևից շատ են մարդիկ գնում, հիմնականում հումորային, բայց դա էլ կարելի է հասկանալ, որովհետև վերջին մի քանի տասնամյակի ընթացքում շատ դժվար ճակատագիր է ունեցել մեր ժողովուրդը, դժվարություններ, մուգ-ցուգ տարիներ, պատերազմ, երկրաշարժ, պատերազմ, գուցե պահանջը այդտեղից է ձևավորվում, որ թեթև բաներ են ուզում, ավելի կոմերցիոն, որը դառը իրականությունից մի քիչ կտրվեն, հա, մի քանի ժամով։ Բայց չեմ կարող ասել նաև, որ դասականներն են վերացել, ուղղակի մի քիչ ավելի քիչ են, կարող է մարդիկ, չնայած այս վերջին շրջանում արդեն թատրոն հաճախելիությունը ոնց որ շատացել է, բոլոր թատրոններ, եւ ակադեմիական ներկայացումների, եւ կոմերցիոն, սիթկոմ, ինչ-որ շարժ կա, ինչին շատ է դուր գալիս, այսպես։ Իսկ ինչով է դա պայմանավորված ձեր կարծիքով։ Երևի հոգևոր սնունդի կարիք ունեն, մարդիկ դվեն ինչը որ կարող են ստանալ թատրոնից, այդ էմոցիան, էներգիան, այսօրվա իրականության մեջ չկա, Instagram-ը կամ Facebook-ը կամ YouTube-ը չի կարող դա փոխանցի, հա, այդ անմիջական շփումը, այդ էմոցիան, այդ էներգիան, երևի թե մարդիկ արդեն հասկանում են, որ դրա կարիքը ավելի շատ կա, որտեղ սինթետիկը մի քիչ շատացավ, հա, գնալով շատանում է, արհեստական բանականություն, հեռախոս, ինչ-որ ծրագրեր, ChatGPT, որը արդեն քո փոխարեն մտածումներ ներություն չեք տալիս մեզ, հարցեր ենք տալիս, պատասխանը տալիս, օգտվում ենք, երևի այդ ամեն ինչի մեջ ինքնապաշտպանողական ռեակցիա կարա լինի, նաև հասկանալով, որ գնալով սինթետիկ ենք դառնում այդ ամեն ինչի մեջ, այդ բնականը, այդ կարևորը թատրոնում կարա նրանք վերադարձնեն։ Իսկ եթե օրինակ այդ սինթետիկությունը, հա, նույն արհեստական բանականությունը ChatGPT-ին թեկուզ հնարավոր լինի օգտագործել թատրոնում ներկայացումների մեջ, ինչ տեսքով դա կլինի ձեր կարծիքով, ինչ ֆորմատի մեջ։ Հետաքրքիր է, էքսպերիմենտներն են շատ հետաքրքիր, ես չեմ ասում, որ AI-ը արհեստական բանականությունը վատ է, չէ, վատ չի, ուղղակի պետք է կարողանալ ճիշտ օգտվել, ավելի շատ կարևորություն չտալ, ինչքան որ պետք է, հա, բայց ինքը կարող է հետաքրքիր լինի, բեմում, չգիտեմ, չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց արհեստական բանականության հետ կարող է էքսպերիմենտալ ներկայացում լինի, իմպրովիզացիոն ներկայացում կարող է լինի։ Ինձ կարծում եմ շուտով, եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն կա այդ գալագրաման մի քանի պրոյեկտորով կարողանում են գալագրամա ստանալ։ Կարող է նույնիսկ այդպիսի պարտներով սկսես խաղալ։ Հետաքրքիր է էլի։ Բայց նաև պահպանելով թատրոնը, հա, թատրոնը երբեք չի վերանալու, կարծում եմ։ Երբեք չի վերանա, որովհետև մարդն է թատրոնը, քանի կա մարդ, ուրեմն թատրոնի կարիք լինելու է։ Փոփոխություններով, AI-ի հետ, չգիտեմ, տարբեր ոճերով ու մոտեցումներով, էքսպերիմենտներով, բայց թատրոնը միշտ լինելու է։ Ամեն դեպքում էքսպերիմենտալ լինի թատրոնը, թե ակադեմիական, թատրոնը թատրոն է, բայց երբ դերասանը իրեն լավ է զգում մի միջավայրում, որտեղ ինքը ազատ է, որտեղ կարող է հանգիստ ստեղծագործել, չկան արհեստական պատնեշներ, ու նա ուզում է հենց այդտեղ լինել, թերևս պետք է տալ ուրեմն նրան այդ հնարավորությունը։ Ես ունեմ այդ հնարավորությունը, այսօր ինչի համար շատ երջանիկ եմ։ Եվ որի նաև արդյունքներից մեկը ձեր ներկայացումն է, որի մասին խոսեցինք, եւ կրկին, ինչպես ամեն հաղորդման ավարտին սովորաբար, եւս մեկ անգամ մեր հանդիսատեսին հրավիրում ենք լավ ներկայացումներ նայելու։ Ամուսնավերլուծություն։ Այո։ Էսա կոչվում։ Թող ամուսնանան, վերլուծեն, բայց չամուսնալուծվեն։ Հա, հա։ Ամուսնացեք, վերլուծեք, կամ մի հատ վերլուծության ենթարկեք, հետո նոր ամուսնացեք։ Կամ եթե ամուսնացել եք, հա, վերլուծության ենթարկեք, ճիշտ եզրահանգման եկեք ու շարունակեք իրար հետ երջանիկ ապրել, որովհետև ամենակարևորը ընտանիքն է, հա։ Ընտանիքից է սկսվում ամեն ինչ։ Ընտանիք, հետո գալիս է կյանք, հետո հայրենիք, եւ այդպես կարելի է շատ խորանալ։ Ամենակարևորը ընտանիքն է, ամուր ընտանիքը։ Այո։ Եվ վերջում մեր հաղորդման գործընկերոջ կողմից ձեզ ունենք նվերքարտ Աուրա 8 գեղեցկության սրահի կողմից։ Սիրով կսպասարկեն ձեզ։ Շնորհակալ եմ։
շատ հաճելի։ Մենք ենք շնորհակալ։ Այսքանը եթերում բեմքասներ կհանդիպենք։ Հաղորդման հովանավորներն են Agritas Colors խանութ սրահը, Aura 8 Beauty Salon-ը։